Բարև ձեզ, այսօրվա իմ ամբիոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ մեր լեզուն, մեր խոսքը։ Բայց նախքան թեմային անցնելը, ինչպես միշտ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ, իսկ նրանք, ովքեր նայում եւ հավանում են իմ հաղորդումները, ապա շարունակեք դրեք լայքեր, որովհետեւ YouTube-ի ալգորիթմը հնարավորություն է տալիս, որպեսզի ձեր լայքերով իմ Մամասի Ավանեսյան YouTube ալիքը ավելի լայն տարածում ստանա։ Իսկ հիմա ասնեմ բնույթին եւ այսպես մեր լեզուն, մեր խոսքը։ Գիտեք, ժամանակին, երբ հեռուստատեսությունը դեռ հանրային չէր, այլ հեռուստարադիո պետկոմը կար եւ հեռուստատեսությունն հմեկ էր, հանրային չէր, այլ հեռուստարադիո պետկոմի հեռուստատեսություններ, կար շատ օգտակար հաղորդում, մեր լեզուն, մեր խոսքը։ Եվ մարդկանց սովորեցնում էին ճիշտ խոսել հայերեն։ Սա շատ կարևոր ու օգտակար էր։ Հիմա դա չկա եւ ընդհանրապես ոչ թե դա է պատճառը, որ չկա, այլ չկա, ուղղակի վատ է, որ չկա։ Լավ կլիներ, որ դա հիմա էլ լիներ։ Եվ հաղորդումը չկա, եւ պետալեզվի կոմիտեն էլ ըստ էության իր բարձունքի վրա չի, որովհետեւ կարծես թե կա անունը կա, բայց անվանումը չկա։ Եվ համատարած թե եթերում, թե ռադիո եթերներում, թե հեռուստա եթերներում համատարած սխալ հայերեն հնչում, նույնիսկ անգրագետ հայերեն։ Եվ այնպիսի բառեր են ի հայտ եկել, որոնք օգտագործում են կենցաղում եւ հատկապես դրանք էլ գալիս են մտնում են կենցաղ հնչելով ամբիոններից, մասնավորապես օրինակ ազգային ժողովի ամբիոնից, որպես հիմա սպերեմ մի քանի նշածներ բառեր, որ նոր են ստեղծվել, անհեթեթ բառեր եւ մինչդեռ դրա կային դրա լրիվ օրինական, իսկական ճիշտ հայերեն անվանումներ, օրինակ անվտանգային երկու անվտանգություն բառ, անվտանգայինս որն է, գործառույթ, խոսույթ, չափորոշիչ, երբ կա չափանիշ բառը, գործիքակազմ, երբ կա միջոցներ բառը, եւ ամենա, որ ինձ շատ ուղղակի զզվանք է առաջացնում է տեսլական բառը, երկու տեսակետ։ Նաև պատկերացում բառը, ինչ տեսլական է, արհեստական է, կեղծ, սուտ, տգեղ բառեր են չեք օգտագործում։ Եվ այստեղ է, որ լեզվի պետական կոմիտեն պետք է միջամտի եւ հասկացնի, նա չէ, բան չկա։ Ասում եմ, անունը կա, անվանումը չկա։ Եվ հետո նաև մի քանի շատ եմ անդրադարձել եւ քանի որ մեր լեզուն մեր խոսքի մասին խոսք գնաց, ապա ասեմ նաև որ համատարած սխալ կիրառություն ունի տեղեկատվություն բառը։ Մեկ էլ պաշտոնյան կա, ես նման տեղեկատվություն եմ ստացել, ես նման տեղեկատվություն չունեմ։ Նույն պաշտոնյանն չէ, պաշտոնյանն կարող են մի քիչ պաշտոնի հասած լինեն, բայց կրտու գրագիտության մակարդակը այն աստիճանի չլի, բայց որ այդպես են ասում նույնիսկ լրագրողները, դե կներեք արդեն, սա արդեն տեղեկատվական կան գործակալություններ, կայքեր, տեղեկատու մարդիկ, հասկանում եք, որոնք տեղեկություն են հաղորդում, տեղեկություն են տալիս, սա է տեղեկատվությունը, ընդհանուր առմամբ։ Իսկ մարդիկ կարող են ունենալ տեղեկություն կամ տեղեկություն չունենալ, հաղորդել տեղեկություն, հասկանում եք, այլ ոչ թե հաղորդել տեղեկատվություն։ Սա աբսուրդ է։ Եվ համատարած այս անգրագիտությունն է, բառի զբուն իմաստով անգրագիտություն։ Կրկնում եմ, պատկան մարմինները պետք է, որոնք կոչված են հայոց լեզուն անավարտ պահել, պետք է սրա վրա շատ ուշադրություն դարձնել։ Մանավանդ, եթե այս սխալ հայերենը հնչում է, կրկնում եմ, հեռուստաեթերով, հնչում է ռադիոեթերով։ Ժամանակին հեռուստաեթերը եւ ռադիոեթերը ճիշտ լեզուն սովորելու միջոց էին։ Այնտեղ աշխատում են բավական գրագետ մարդիկ,
պատահական մարդիկ այնտեղ խմբագիր չէին ընդունում, չէին աշխատում, ինչպես դերևս հիմա է, եւ եթերից հնչում էր հնարավորինս առավելագույնս գրագետ հայերեն։ Հիմա ասեմ մի ուրիշ թեմայի, շարունակում ես անգրագիտության թեմա, որը գալիս է գիտեք նաև դպրոցից։ Տարրական հարց է։ Հիմա շատ են գրում, ասենք գովազդը կամ էսին ինչ է, մեկ էլ այս ապրանքը արժե այսքան, կամ ապրանքը արժեք չունի վաճառքի ժամանակ, ապրանքը վաճառքի դրած ապրանքը գին ունի։ Չեն ասում արժեցուցակ, չէ, ասում են գնացուցակ, չեն ասում արժե պիտակ, ասում են գնա պիտակ։ Արժեքը եւ գինը տարբեր բաներ են։ Մարդիկ պետք է սա հասկանային, սա իմանային նույնիսկ դպրոցից, վերջին բարձր դասարանում ասում են հասարակագիտություն, մոհերում տնտեսագիտություն, այդ հիմունքները, որտեղ բարձր ստակ ասում է գինը ձևավորվում է ապրանքի արժեքից, իսկ ապրանքի արժեքը այն միջոցներն են, որոնք ծախսվում են ապրանքը ստեղծելու վրա, սկսած բանվորական ուժ, նյութերը օգտագործող հումքը, դրա ծախսող էլեկտրաէներգիան, տեղափոխումը, պայստավորում եւ այս ամենը արժեք է եւ այդ արժեքը որ դրվում է վաճառքի, դրանից ձևավորվում է գինը։ Եվ եթե նույնիսկ գրում են թե ապրանքը վաճառվում է ինքնարժեքով, դա չի կարող այդպիսի բան լինել։ Ինքնարժեքով եթե ապրանքը վաճառվի եւ ապրանք արտադրողը կսննկանա եւ վաճառողը, հասկանում եք։ Մի խոսքով գինը եւ արժեքը տարբեր բաներ են։ Հիմա այս տգիտունիկները կարծում են, որ իրենք ավելի գրագետ են, ավելի կուլտուրական կերպար, եթե գին ասելու փոխարեն ասեն արժեք։ Այնինչ կոպիտ, կոպտագույն սխալ է։ Ապրանքը վաճառվում է գնով, ապրանքը գին ունի։ Հասկանում եք։ Եվ քանի որ խոսք գնաց այս բառը ասես ավելի կուլտուրական կերևաց քան թե այլ բառ ասես, հիմա սա խոսքը ասես հավկիթի մասին։ Ձու Ես ինչի խուսափում եմ, կարծես թե ասեն ձու հավը կնեղանա կամ ձվի տերը, հա։ Հավկիթը ինչ արհեստական բառ է, դա ձկնկի թող չի։ Խավիարի իմաստով։ Դա հավկիթն էլ էլի գալիս է լրացնելու են մյուս են անվտանգային, գործիքակառույց, գործիքակազմ, գործառույց, խոսույթ, մեկ բաների շարք։ Հիմա կամ լեզվի պաշտպանության մի խնդիր էլ կա, որ հայերենը պետք է հարգվի պաշտպանվի, թեպետ Հայաստանում գործում է լեզվի մասին օրենքը։ Եվ օրենքը պետք է կիրառվի խստագույնս կերպով։ Մի բան, որ գոնե Grand Candy-ի պարագայում ես դա չեմ նկատում։ Grand Candy-ն շատ հրաշալի արտադրանք է արտադրում։ Համեղ, որակյալ, դրանում վիճարկելու հարց չկա, եւ ես լինում եմ Երևանում, գնում եմ միայն հիմնականում, չասեմ միայն, բայց հիմնականում Grand Candy-ի ապրանքները, թե թխվածքաբլիթները, թե կոնֆետեղենը, շոկոլադը, թխվածքները, պաղպաղակը Grand Candy-ի, բայց ինձ շատ մեծ ափսոսանք է առաջացնում, որ Grand Candy-ի արտադրանքի մեծ մասի վրա չկա հայերեն նմուշ, հայերեն մակագրություն, հայերեն չեն։ Այնինչ լեզվի մասին օրենքը պահանջում է, որպեսզի արտադրանքի վրա առաջին հերթին խոշոր տառերով լինի հայերեն, հետո որևէ թարգմանություն, որևէ լեզվով։ Պարտադիր չէ ռուսերեն, կարող է լինել ռուսերեն, անգլերեն, չինարեն, օրինակի համար։ Հայերենը պարտադիր է։ Եվ այն պատճառաբանությունը, թե արտադրանքը արտադրված է արտասահման արտահանելու համար, ոչ մի պատճառաբանություն չի ընդունում, որովհետև ավելի լավ, եթե արտադրանքը արտահանվում է, պետք է արտադրանքի վրա նաև լինի հայերենը, որպեսզի օտարազգին օտարը գնելով այդ ապրանքը տեսնի, որ հայկական տառեր գոյություն ունեն, որտեղ շատերը չգիտեն, որ հայերեն առանձին տառեր կան։ Մանավանդ եթե Grand Candy-ն գրում է լատինատար։ Լատինատար կամ էլ կիրիլիցայով։ Օրինակ, ասենք, վերջերս տեսա թխվածքաբլիթ Grand Candy-ի արտադրության անունը Կոլոս։ Դե գրողը տան, ինչ Կոլոս, չէ մի պոպոզ։ Եվ որ Grand Candy-ի որ գրեք թխվածքաբլիթ հասկ,
ինչը համը կկորի, թե բորա կկնկնի։ Սա ինչ օտարամոլության, ռուսամոլության եւ ես կասեի, գիտեք, որոշ ապրանքներից երևում է նաեւ որոշակի կարոտախտ առ սովետ միություն։ Բայց ինչ կարոտախտ սովետ միություն եւ թե սովետ միությունը լիներ Grand Canyon գոյություն չէր ունենա, պարզապես։ Դրա համար երբ ես հիմա չգիտեմ դա արտադրվում է թե չէ, բայց մի քանի տարի առաջ մի Grand Canyon արտադրում էր պաղպաղակ սև ներողություն սպիտակ փաթեթով սև տառերով գրած կիրիլիցայով SSSR ամոթ եղբայր։ Կրկնում եմ, Grand Canyon արտադրում է հոյակապ հրաշալի արտադրանք, բայց այս մոտեցումը ինձ մեծ ափսոսանք է առաջացնում։ Հուսամ, որ մարդիկ դա ստին մոտ կընդունեն եւ կուղեն այդ սխալը։ Թե չէ, նրանց արտադրանքը կրկնում եմ շատ լավն է։ Ուզում եք համարեք դա գովազդ, ուզում եք թե ինչ, եւ որ լավն է, լավն պետք է ասես լավ, իսկ թերությունին, թերացումին ասես նշես, որպեսզի հնարավորինս այդ թերացումը վերացնի։ Թերացումը վերացնելու մի միտում էլ կա, երբ ես բազմիցս անընդհատ անդրադառնում եմ Պրագա թե Պրահա։ Բանն այն է, որ չեխերը ասում են կարծում են Պրահա, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք էլ պետք է Պրահա ասենք, որտեղ լեզուն ունի իր հարմարությունը, թերևս օրենքը։ Մի խոսքով, նպատակահարմարությունը։ Եթե չեխերն ասում են Պրահա, ապա միացած բոլոր լեզուներով անգլերեն Prague են ասում, արաբերեն Brag են գրում, ասում, կարդում։ Եվ հայերեն Պրագան ամենևին կապ չունի ռուսական Պրագայի հետ, ռուսերեն Պրագայի հետ, որովհետև ոմանք երևի երևույթին այդ հետխորհրդային, հատկապես այդ Պրահա սկսեցին ասել հետխորհրդային շրջանում, այնպես ինչպես սատանան վախենում է խնկից, այնպես էլ որոշեցին, որ եթե Պրագա ասեն, դա Ռուսաստանի հետ համար, ասեցին Պրահա ասել, ոչ, հարցերին։ Եվ դա ասմիցս գրել եմ նաև Չեխիայում Հայաստանի դեսպանատան կայքին անընդհատ գրել եմ եւ շարունակելու եմ գրել, չնայած այնտեղ համառորեն դա անտեսում են։ Շարունակեմ Պրահայում Հայաստանի դեսպանություն։ Եղբայր լավ էլի։ Եթե այդ է մոտեցումը, ինչպես տեղացիներն են ասում, այդպես պետք է հայերեն ասել, որը ոչ շատ կոպիտ սխալ է, անգրագիտության աստիճանի սխալ, ապա ինչու եթե իտալացիները իրենց մայրաքաղաք ասում են Ռոմա, մենք հայերեն գնում ենք Հռոմ։ Ինչու Վենետիկը, երբ իտալացիները ասում են Վենեցիա, մենք գրում ենք Վենետիկ, ասում ենք Վենետիկ։ Կամ Հունաստանի մայրաքաղաք ովքեր ասում են Աթինա, մենք ասում ենք Աթենք։ Այնպես որ մենք էլ Պրահային պետք է ասենք Պրագա։ Սա է մեր հայերեն ճիշտ արտասանելու ձևը։ Կամ նույն չեխերն էլ, եթե իրենք Պրահա են ասում, ապա Վիեննային ասում են Վիդեն, չեխերեն Վիդեն է, Վիեննան չեխերեն Վիդեն է։ Չեխերը այդպես են ասում։ Այնինչ գերմանացիք Վիեննային ասում են Վիեն։ Հասկացաք, որ լեզվական տարբերությունները, ամեն լեզու, ամեն ժողովուրդ իր լեզվով իր արտահայտություն ունի, իր արտահայտչաձև ունի։ Հիմա գամ նաև մի այլ խնդրի, որը որ շատ է աչքից առնում, ականջ ծակում, սա հասցեներն են։ Նույնիսկ կատարյալ անգրագիտություն։ Մեկը կտեսնես, գրում են հասցե, ինչ որ ինչ մի խանութի կամ ինչ մի գրասենյակի հասցեը, մաշտոց եւ թիվը։ Եղբայր, ոչ թե մաշտոց համար էս ինչ այլ մաշտոցի համար 8 եզնիկ կողբացու ոչ թե եզնիկ կողբացի այլ եզնիկ կողբացու համար 6 օրինակի համար այլ բանը եթե ազգանունները յանով են վերջանում աբովյան 1 հասկացաք ոչ թե Սայատ Նովա 12 այլ Սայատ Նովայի 12
Եթե Ալեք Մանուկյան Ջանով է վերջանում, ազգանունը Ալեք Մանուկյան 2 օրինակի համար։ Բայց ոչ երբեք Մաշտոց, ես ինչ թիվ կա։ Հա, մեկ էլ ասեն Թեքեյան կենտրոն։ Թեքեյանի անվան կենտրոն է։ Կամ պետք է Թեքեյանը գրվի ճակերտներում, դու կենտրոն։ Թեքեյանի անվան բառից ինչ եք խոսապում։ Եկեք գրում է Արամ Խաչատրյան մեծ համերգասրահ։ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ։ Արնո Բաբաջանյանի անվան փոքր համերգասրահ։ Կամ էլ Արնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյանը պետք է դրեք ճակերտներում։ Տարրական գրագիտության հարց է։ Կրկնում եմ, այս հարցով պետք է զբաղվեր լեզվի կոմիտեն, պետական է կոչվում, թե կոմիտե է կոչվում, կրթության, գիտության, սպորտի չգիտեմ ինչ ոց, երկար նախադասությամբ, երկար բառակազմությամբ մի նախարարության անուն է, որը գից է այդ կոմիտեն, էլի ասում, անունը կա, անունը չկա։ Եվ մանավանդ նաև ինչպես ինչ ասես, երբ որ այդ նախարարության նախարարը դպրոցին ասում է դպրոց, ապրելուն ասում է ապրել, կրթության ասում է կրթություն, ռեյով։ Դե ասում են վերջակետը դրեցինք, հա։ Մի խոսքով, հա, եւ այս ամենի արդյունքում, գիտեք, գալիս ենք հանգում ենք այն եզրահանգմանը, որ հիմա Հայաստանում լեզվի գրագիտության եւ լեզվի նկատմամբ լեզվի արժեքի, ոչ թե լեզվի գնյան, լեզվի արժեքի նկատմամբ սով է։ Այլապես վերջին օրերին, վերջին շաբաթվա, վերջին մի ամսվա ընթացքում ականատես չէինք լինի այն խայտառակ, այն վրդովեցուցիչ պատկերին, որ կա մեր առօրյա եւ պաշտոնական եւ պաշտոնյաների բառապաշարում, որոնք անցել բոլոր սահմանները եւ արդեն հայհոյանքներով են խոսում։ Սա վկայում է մի բանի մասին, որ հասարակությունը դեգրադացվել է։ Մի կողմից եւ մյուս կողմից, եթե պաշտոնյան է նման բառապաշար օգտագործում, ապա այդ պաշտոնյան արդեն հոգնել է իր պաշտոնից։ Այլ մոտեցում, այլ կարծիք լինել չի կարող։ Սա վերաբերում է թե պաշտոնյային, եւ թե նրանց, որոնք որ մի քիչ էլ խցկվում են այնտեղ, որտեղ իրենց տեղը չի։ Զբաղվում են մի բանով, որով որ չպիտի զբաղվեին, նրանք այլ առաքելություն ունեն։ Խոսքս որոշ հոգևորականության որոշ ներկայացուցիչների մասին։ Հասկացաք խոսքը ինչի մասին է։ Ում մասին է։ Այո, մեկ Գալստանյանի եւ նրանք մտնում են քաղաքականություն, ինչ դուք ուր քաղաքականություն, հա, կարող եք զբաղվել, հարց չկա, մի կողմ դրեք ձեր, փոխեք ճամբարը, բայց մնալ միտեղ եւ շարունակել մյուս գործերով զբաղվել, կներեք։ Բնականաբար նրանք Հայաստանի քաղաքացիներ են, մտահոգված են, բայց ամեն ինչ պետք է լինի չափի մեջ։ Երկուստեք այդ չափի սահմաններն անցած են։ Բայց այս առումով ավելի կարևոր է իշխանություն։ Իշխանությունները ես բառը չեմ օգտագործում, որովհետև իշխանություններ չեն, այլ կառավարիչներ են։ Այս պարագայում շատ կարևոր է կառավարիչների դերը եւ դիրքորոշումը։ Նրանք ինչ պետք է հատեն այդ կարմիր գծերի։ Նրանք եթե կառավարիչ են, նրանք կրում են ամբողջ երկրի պատասխանատվությունը ամբողջ հասարակության համար։ Եվ պետք է լինեն իրենց բարձրության վրա, երբ չեք ճիշտեն այն մակարդակին, որ մակարդակի վրա ինչ որ նրանց հանդեպ, նրանց նկատմամբ ինչ որ բաներ են ասվում եւ խոսում։ Սա է ամբողջ խնդիրը։ Սա է այն դեգրադացիան, երբ
իջել ամեն ինչ հասել է շրիշակի մակարդակի, շրիշակ իմիջիայլոց ասեմ, շատերի գուցե չգիտեն, պլինտուսն է, ոմանք էլ պլինդուզ են գրում, պլինդուզ են ասում, չէ, պլինտուս, եթե օգտագործում եք պլինտուս բառը, պետք է պլինտուս, բայց հայերեն դա շրիշակն է, ծայլ այսքան այսել, ընդհանրապես սա էլ օգտագործելով, ես մի բառն էլ ասեմ, որ ոմանք, որոնք չգիտեին իմանան։ Մի խոսքով այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը, մեկ անգամ եւս ուզում եմ դիմել բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով YouTube-ի ալգորիթմը հնարավորություն է տալիս, որպեսզի Ամասյաբանության YouTube ալիքը ավելի լայն տարածում ստանա։ Ցտեսություն, կհանդիպենք ամենայն բարիք։